Մենք աշխատում ենք թխել մեր ավանդական յուղերում, որ թխում էին, այդ ավանդական լավաշն ենք ուզում թխենք էլի եւ փորձում ենք թխել։ Համենայն դեպս մեր լավաշը բավականին համբավ ունի եւ Կապանում, Երևան են տանում, արտասահման են ուղարկում, Եվրոպաներ, Ամերիկա, Ռուսաստան, մարդիկ տանում են էլի։ Խմորը հունցում ենք, հասունանում է, ինչպես անում էին տներում։ Մեր տատիկները, մեր ծնողները այդ ձևով էին թխում լավաշը։ Խմորը հասունանում է 3-4 ժամ։ Հասունանալուց հետո նելին սկսում է գնդելը։ Գնդում ենք, գնդելն էլ պիտի հասունանա։ Գնդերն էլ որոշ ժամանակ պիտի մնա։ Կախված եղանակից, կախված խմորի կոնսիստենցիայից, կարող է մնա մի ժամ, 2 ժամ կամ կես ժամ։ Դրանից հետո սկսում ենք արդեն պրոցես, թխելու պրոցեսը։ Թոնիրը նախորդ վառում ենք, աշխատում ենք փայտով, ինչպես տեսնում եք։ Մասնագիտությամբ ուսուցիչ եմ, բայց հիմա երկար տարիներ չեմ աշխատել մասնագիտությամբ, ապրել ենք Ռուսաստանում որոշ ժամանակ, հետո վերադարձել ենք գյուղ։ Հիմա ներքին հանդիդպրոցում նաև ուսուցչություն եմ անում։ Մեր հիմնական զբաղմունքը թոնիրի աշխատանքն է, հացի արտադրությունն է ավելի ճիշտ։ Մենք մենակ լավաշ ենք թխում, մատնաքաշել ենք թխում, այսինքն այս մոտակա յուղերի հացը մենք ենք մատակարարում։ Մոտ 6 յուղի հաց մենք ենք մատակարարում։ Դե իհարկե այդ յուղերում շատ բնակչություն չի ապրում, մեծ քանակություն չի կազմում այդ հացը, արդեն 10 տարի է մենք հաց, այս եկող տարվա մարտի 30-ին կլերանա 10 տարին, ինչ մենք հացի արտադրամասը շահագործում ենք, աշխատում ենք։ Աղջիկները բոլորը ապրում են մեր յուղում, ուզում եմ ասեմ, սա մեր հիմնական կոլեկտիվն է, արտադրամասը չի հանգստանում ոչ մի օր, մենք ամեն օր հաց ենք արտադրում, բայց աղջիկները հերթով հանգստանում են, էլի, իրանք աշխատանքի գրաֆիկ ունեն, գրաֆիկով հանգստանում են։ Կապանի յուղերը փոքր յուղեր են։ Դեռ հելասովետական ժամանակից բնակչության մեծ հոսք կար դեպի քաղաք, դեպի արտադրություն։ Քանի որ Կապանը, Քաջարան արդյունաբերական խոշոր կենտրոններ էին այն ժամանակ Հայաստանի համար, մեծ բանվորական ուժի կարիք կար եւ այդ բանվորական ուժը գնում էին մեր յուղերից։ Դրա համար մեր յուղերը չմեծացան։ Վերջին 3 տարում մեր յուղում երեխա չի ծնվել։ Մենք դպրոցում ենք, դպրոցում մի 28 թե 30 երեխա կա, մանկապարտեզում մի 4-5 երեխա կա։ Ես գտնում եմ, որ յուղերը հնարավոր կլինի վերաբնակեցնել կամ մարդկանց հոսքը կարող է լինի դեպի մեր յուղեր միայն մի դեպքում, եթե յուղերում լինեն բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Այնպես ինչպես օրինակ Քաջարանում կա, այնպես ինչպես Կապանի կոմբինատում կա։ Ես առաջարկում եմ Հայաստանի կառավարությանը մեծ ուշադրություն դարձնի մեր յուղերին դեմոգրաֆիկ խնդիրները լուծելու համար։ Եթե այդ հարցով հիմա չսկսեն զբաղվել, ես հասկանում եմ, որ Հայաստանում էլ կա այդ նույն պրոբլեմը։ Այսինքն այդ ժողովրդագրական խնդիրը դա միայն մեր յուղերին չի վերաբերում։ Դա մեծ մասշտաբով վերաբերում է նաև ամբողջ Հայաստանին, որովհետև ես տեսնում եմ, քանի երեխա ծնվեց, ինչքան են գնում, ինչքան են գալիս, այսինքն մենք չենք աճում։ Ցանկացած պետություն, երկիր հզոր է իր մարդկանցով, իր ժողովուրդով։ Դա վերաբերում է եւ պետությանը, եւ վերաբերում է նաեւ մեր յուղերին։ Մենք մեր հզորությունը արդեն կորցրել ենք։ Մենք շատ բան ենք կորցրել։ Կորցրել ենք նաեւ մարդկային ռեսուրսը, մարդկային պոտենցիալը։
Հիմա ես առաջարկում եմ, որպեսզի մեր կառավարությունը, մեր իշխանությունները մեծ ուշադրություն դարձնեն դրան։ Եվ երկրի մասշտաբով, եւ մեր գյուղերի մասշտաբով։